Քարոզարշավի 3-րդ օրը Հայաստան դաշինքը Գեղարքունիքի մարզում էր։ Դաշինքի ընտրացուցակի 3-րդ համար Աննա Գրիգորյանը Մարտունիում ելույթի ընթացքում ընդգծեց, որ առաջիկա ընտրությունները սովորական չեն։ Ընտրություններ են, որտեղ մենք պետք է տեր կանգնենք մեր պետությանը, տեր կանգնենք մեր անցյալին եւ միասին կերտենք ապագան, որը հիմնված կլինի հայկականության եւ հայկական ինքնության վրա։ Ըստ պատգամավորի թեկնածուի գործող իշխանությունների հեռանալուց հետո մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացվի։ Իրան հեռացնելը մի կտորն է։ Հետո մենք պետք է անվտանգ երկիր կառուցենք։ Դուք գիտեք նաև, որ մենք առաջարկում ենք, որ ուսանողները ստանան անվճար կրթություն։ Մենք հասնելու ենք նրան, որ յուրաքանչյուր ուսանող կարողանա անվճար կրթության հնարավորություն ստանալ։ Մեզ պետք է այնպիսի երկիր եւ մենք կառուցելու ենք այդ երկիրը, որտեղ ուսուցիչը եւ սահմանին կանգնած զինվորը ամենագնահատված մարդիկ են այս երկրում։ Դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն էլ իր ելույթում անդրադարձավ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ Ակնհայտ, բացահայտ փչացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ընդհանրապես այդ ԵԱՏՄ-ի հետ։ Հիմա ամեն մեկը նայեք ձեր շրջապատում, թե քանի հոգի են իրենց ընտանիքի բարեկեցությունը ապահովում Ռուսաստանի հետ հարաբերությունների շնորհիվ։ Ձեր օրինակ Մարտունուց քանի մարդ է աշխատում Ռուսաստանում։ Շատ, ճիշտ է։ Հիմա ինչ հետևանքներ եք ունենալու դուք, ինչ հետևանք լինելու ձեզ համար, եթե այդ հարաբերությունները փչացնեն եւ վերջապես համբերությունը, ասենց համբերության բաժակը լցնի եւ Ռուսաստանը ընդունի կտրուկ որոշումներ։ Ինչ եք անելու։ Մարդիկ, որոնք շատ մեծ հալածանքներ են ընթարվել, օրինակ ես իմ ընտանիքով այսօր կառավարությունն ու իշխանության կողմից ձեր գալուց հետո ինչ վերաբերմունք ունենաք այն մարդկանց նկատմամբ, որոնք այս հայրենիքի համար մտածել են, հայրենիքի համար ճանապարհ են փակել, հայրենիքի համար ժողովրդի համար ինչ որ ուզեցել են, որ լավ լինի։ Առաջինը այդ անողներին պետք է պատժել, սա առաջինը։ Այո, իսկ մյուսներին հակառակը գնահատ։ Աշխարհում հզոր պետությունների մի քանի ուժեղ ղեկավարներ կան։ Մեկը գիտեմ Ռուսաստանն է, երկրորդը գիտեմ, որ դուք եք եղել։ Չինաստանի ները լուրջ մարդ է։ Շատ լուրջ մարդ է։ 27 տարի առաջ, հոկտեմբերի 27-ից հետո, երբ մամուլի ասուլիսի ժամանակ, որ դուք ասացիք, այդ տղան չի դատվելու, ես Արկադին եմ։ Ես միշտ ուզեցել եմ, որ շնորհակալություն հայտնեմ, բայց այն ժամանակ էլ եմ ուզել համառանոցում, բայց այն ժամանակ համարձակությունս չեղիք։ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները հանդիպեցին նաև Գեղամասարի բնակիչների հետ։ Ոնց այն ժամանակ եք հանում է երկիրը այդ վատ վիճակից, մի անգամ էլ արեք, հանեք, տվեք մեզ մեր այն ապահով երկիրը ու մենք ամեն ձևի ասում եմ մեր ժողովուրդը սահակը ձեր կողքին կանգնած է։ Վերջի զանգը։ Վերջի զանգը երբ է։ Ամսի 22-ին։ Չես, սուտ կլինի, որ ասեմ։ Հայաստան դաշինքը եղավ նաև Գավառում, այստեղ եւս դաշինքի անդամները ելույթներ ունեցան։ Էմմա Վարդանյան, Կիրակ Նորյալ լուրեր։